Ընդամենը մեկ օրից նոյեմբերի 1-ն է։ Կառավարությունը ֆիզիկական անձանց համար եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ հենց այս ամսաթիվն էր սահմանել, բայց հետ քայլ արեց։ Այսպիսով այլևս պարտադիր չէ հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնել, եթե աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեք։ Այն կլրացվի ինքնաշխատ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Ինչի ենք մենք մարդկանց 79%-ին ասում, որ դուք մտեք հայտարարագիրը լրացրեք այն դեպքում, երբ որ ինքնաշխատ ձևով այդ հայտարարագիրը լրացված է։ Ամիսներ առաջ գործադիրի ղեկավարը ամենևին էլ այս կարծիքին չէր եւ հայտարարագրումը պարտադիր էր վարչապետի նշած 79% քաղաքացիների համար եւս։ Աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները նախ մինչև մայիսի 1-ը, ապա մինչև նոյեմբերի 1-ը պետք է 2024 թվականի եկամուտների հայտարարագիր ներկայացնեին ՊԵԿ, ընդ որում կառավարությունը հայտարարում էր, որ վերջնաժամկետը լրանալուց հետո այն ներկայացրած չլինելու պարագայում քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվելու։